Հերենակիցներ, այս օրենքով հերթական ու հերթական անգամ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարանջատվում են, ով իրավունք ունի քվեարկել, ով չէ։ Տիկին Մինասյան, մի խոսք ռեպլիկի կարգով։ Ճիշտ է, կան Հայաստանի բազմաթիվ երիտասարդներ քաղաքացի, որոնք տարիներ ապրում են արտերկրում, իրենց զինվորական պարտադիր ծառայությունը չեն իրականացնում, բայց խնդրում եմ մի վիրավորեք, թե կա գետ մեկ բացառություն մեկ դեպք։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նույն 44 օրյա պատերազմի ընթացքում, ամբողջ կյանք Հայաստանի Հանրապետությունում չապրող երիտասարդը 18 տարին լռանալու պես եկել է իր պարտքը կատարել է հայրենիքի նկատմամբ, ցավոք նրանցից որոշները նաև նահատակվել են։ Կոնկրետ անուններ կան, կոնկրետ դեպքեր կան եւ խնդրում եմ մի ընդհանրացրեք։ Ցավոք սրտի այս հարցի քննարկման ժամանակ հերթական անգամ մեր հասարակության մի մասը թիրախավորվում է Ռուսաստանից եկածի փրընտրություններին, այնքան է թիրախավորվել, որ օրերս մի խայտարակ դեպք նկատեցի։ Մեկը զենքով բանով վստահ է մարտական հերթապահության գրել է, բայց ինչ կայֆ է, որ դիրք ես հելնում Հայաստանից թռածների ընտրություններում եկած ու ընտրողների հետ ձեր քթից բերելու է։ Այստեղ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն են։ Մարդը մարտական հերթապահության է գնում, ստատուս է գրում, հեսա տեսեք, հելելու եմ դիրքեր ինչ եմ անելու։ Էս ենք անում։ Լավ է, Պաշտպանության նախարարության ահազանգիցից հետո հեռացրեց այս գրառումը։ Այստեղ զեկուցողն չէ, Տիկին Վարդանյանն ընտրական տուրիզմ, մուննաթ եկավ։ Այդ մենք չենք հորինել այդ բառը։ Նիկոլ Փաշինյանն է հորինել այդ բառը 2018-ին։ Հիմա մեզ եք ասում։ Ինչ վերաբերում է պետության եւ քաղաքացու կապը։ Տեսեք ինչ է կատարվում։ Շատ կարճ է, պարոն Ռուբինյան։ Մեկը գնացել է արտերկրի աշխատանքի, ընտանիքը էստեղ, ծնողներն էստեղ, երեխեքն էստեղ, բայց իրան զրկում ենք ընտրելու իրավունքից։ Ավարտեք։ Վերջացնում, մի նախադեպ։ Մեկը հայրենիքի դավաճանության հոդվածով, լրտեսության հոդվածով բանտում նստած է, բայց իրան դեռ շարունակում են տալ Հայաստանի ընտրություններին մասնակցելու իրավունք։ Այդ ոնց է չափում պետության եւ քաղաքացու հոգեկան կապը։ Եթե չավարտեք, մյուսները ելույթ չեն հասցնի ունենալ։ Աղվան Վարդանյան։ Այս պայից սկսած զգուշացնում եմ, որ բոլոր գրանցվածները չէ, որ հասցնելու են ելույթ ունենալ, խնդրում եմ, եթե ուզում եք ձեր գործընկերներն էլ ելույթ ունենան, պահեք ժամանակը։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, ինչի մասին է այս նախագիծը։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրահարությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը, որով արգելվում է վերջին 6 ամսում մշտապես Հայաստանում չվերացներին քվեարկել հանրաքվեի ժամանակ։ Պաշտոնական հիմնավորումը, թե ընտրողը պետք է կենսական կապ ունենա երկրի հետ։ Եվրոպա վազողներին հարց տամ։ Եվրոպական քանի երկիր գիտեք, որ նման սահմանափակում ունի։ Եվրոպական քանի երկիր գիտեք ընդհանրապես, որ արտասահմանում ընտրական տեղամաս չի բացում։ Միամիտ չեմ, որ հասնեմ, թե սահմանադրական որ նորն է ձեզ իրավունք տալիս սահմանափակման։ Իմաստունի սահմանադրության 48-րդ հոդվածը ցիտել, որը սահմանափակման ենթակա չէ։ Սահմանափակման ենթակա չէ անգամ արտարք դրության կամ ռազմական դրության ժամանակ։ Այս ընտրությունների արդյունքներով իշխող վարչախումբը չի ստացել սահմանադրությամբ փոխելու անհրաժեշտ այժմանդատների 2/3-ը։ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն հանրաքվեի դրված ակտն ընդունում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 1/4-ը։ Հիմա ինչ է ուզում անել վարչախումբը։ Շուստրիություն։ Իբր այլ պետությունների ազդեցությունը մեղմելու, ընտրողի պետության միջև կենսական կապը կարևորելու սովոցի տակ նվազեցնում է ընտրողների, նույնն է հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում բնականաբար իջնում է նաև անհրաժեշտ 1/4-ը։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը։ Մնացածը սուտ է եւ ինչպես միշտ հակազգային եւ հակապետական։ Վերջում բարևներ դեմոկրատիայի թազա մամային Երևանում գտնվող ֆոն դեր Լայնին։ Շնորհակալ եմ։ Բաբկեն Տունյան։
Հարգելի գործընկերներ, այս պահից սկսած մեկ ու մեջ ընդդիմություն իշխանության ներկայացուցիչ ելույթի իրավունք եմ տալու, որպեսզի արդար լինի։ Շնորհակալություն։ Ներողություն, ելույթներն ավարտվելու են 12:30, այսինքն ընդմիջումով պետք է ավարտվեն ելույթները։ Համեցեք, պարոն Թունյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախ որևէ մեկը որևէ երկրից եկած քաղաքացիներին չի թիրախավորում, չի կարող թիրախավորել։ Անձամբ ես շատերին գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունից եկել են հատուկ մեզ քվեարկելու համար, բայց ի տարբերություն շատ դեպքերի, իրանց որևէ մեկը ոչ ուղղորդել է, ոչ էլ ստիպել է։ Այդ որ ասում եք ընտրական տուրիզմ, ես անկեղծ ասած չեմ հիշում, որ հարցիսի պատասխանը նման բան հնչել, բայց տուրիզմը, պարոն Խաչատրյան, ենթադրում է կամավորություն եւ սեփական միջոցների հաշվին որևէ տեղ գնալ։ Այս դեպքում մենք գործ ենք ունեցել համատարած երևույթի հետ, որտեղ կազմակերպված, մարդկանց ֆինանսավորելով, որոշ դեպքում սպառնալով ուղղորդել են Հայաստանի Հանրապետություն։ Ես ինքս անձամբ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ մեր ազգային անվտանգության ծառայությանը։ Ու եթե Հայաստանի Հանրապետությունում մի հատ փոքր շրջայցանեք, ձեզ ամեն քաղաքացի առնվազն մի քանի դեպք կպատմի։ Երկրորդ բանը, որ ասում եք Տիկին Մինասյանը շատ լավ ասաց, 2007 թվականին, երբ որ դեսպանատներում քվեարկելու այդ մեխանիզմը վերացավ, էդ էլ էր ինչ-որ առումով սահմանափակում, որտեղ ստացվում է ով սոցիալապես հնարավորություններ գալ ընտրելու, ինքը պիտի ընտրի։ Բայց դա երևի Ռոբերտ Քոչարյանի կողմից կայացված այն հատուկենտ ճիշտ որոշումներից մեկն է, եւ երրորդը վիճակագրության մասով։ Պարոն Մինասյան, ես ունեմ վիճակագրություն։ Այդ վիճակագրությունը իհարկե ճշգրիտ չի, որովհետև չի կարելի իդենտիֆիկացնել, թե մարդը կոնկրետ ընտրելու համար է եկել Հայաստան, թե չէ, բայց շեղումը կարանք հասկանանք։ Ես հարցում եի արել համապատասխան կառույցներին ու խնդրել էի ինձ տրամադրել 3 տարվա կտրվածքով 2024-25-26 թվականների համար մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության անձնագրերով Ռուսաստանի ժամանած քաղաքացիների քանակը վիճակագրությունը այսպեսին է մոտավորապես 2024 թվականին եղել է 135,000-ի չափ, 2025 թվականին եղել է 137,000-ի չափ, 2026 թվականին եղել է 172,000-ի չափ, այսինքն 35,000-ի չափ շեղում առնվազն կա։ Մնացածը արդեն ավելի մանրամասն եթե կարիք լինի կներկայացնեմ։ Քրիստինե Վարդանյան, նախապատրաստվի Արփինե Դավոյանը։ Սիրելի հայրենակիցներ, տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել։ ՔՊ-ն իր վարչությունում որոշում է, որն է Հայաստան, որը չէ, որ գյուղերն են հայկական, որ գյուղերը հայկական չեն։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, ովքեր չէ։ Ու եկել են այստեղ Կիկոսի մահ են բեմադրում։ Ինչ Հայաստանի բանակում ծառայության մասին եք խոսում, ինչ այլ պարտականությունից խուսափելու մասին եք խոսում, Հայաստանի քաղաքացիների մասին ենք խոսում։ Դուք ուզում եք Հայաստանի քաղաքացիների մի մասին զրկել քվեարկելու իրավունքից։ Այն Հայաստանի քաղաքացին, ով պարտավորություն ունի բանակում ծառայելու, ով հարկ էր վճարում, այն Հայաստանի քաղաքացին, ով այստեղ ունի պարտավորություններ։ Դուք պարտավորությունների ծավալը իր չեք փոխում, բայց իրավունքները սահմանափակում եք։ Այդ ո՞նց եք տենց որոշել։ Ոնց կարող, այսինքն Եվրոպա գնացող իբր ՔՊ-ի մտքով ոնց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հետ է գալիս։ Մեծ Բրիտանիայում ընդհանրապես վերջերս են նման կարգավորում բան արել, չեղարկել։ Շատ մեծ հարց է Ռուսաստանից այստեղ ժամանածները իրականում ում օգտին են քվեարկել։ Շատ մեծ հարց է, բայց դա ոչ ոքի իրավունք չի տալի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները սահմանափակել։ Բայց դուք շատ անկեղծ եք, իսկապես եմ ասում։ Տիմ օրինակը, որ բերում եք, հասավ այնտեղ, որ ՆԳՆ նախարարը բերեց։ Հաջորդ քայլը ո՞րն է, ոչ Հայաստանի քաղաքացիներին եք թողելու քվեարկեն արժանտրություններին։ Այդ դրան եք գնալու, այսինքն Հայաստանի քաղաքացիներին սահմանափակում եք, տիմ օրինակով բերում եք, տիմին նաև կարան ոչ քաղաքացիները մասնակցեն։ Հաջորդ նախաձեռնությունը ձեր է տա լինելու, պարզ հարցի չեք կարողանում պատասխանել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ֆուտբոլիստը, շախմատիստը, ուսանողը, հիվանդը, մարդ, որ առողջական խնդիր ունի, ինչի պիտի չկարողանա մասնակցել ընտրություններին, որովհետև ՔՊ-ն տենց է որոշել։ Ես հորդորում եմ ձեզ ավելի անկեղծ լինել, հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մենակ ՔՊ-ի օգտին կարա քվեարկի, դա ավելի անկեղծ կլիներ։ Կրկնվում եք, այդ միտքը հնչել էր արդեն։
Արփինե Դավոյան, նախապատրաստվի Հովիկ Աղազարյանը որպես ընդդիմադիր։ Շնորհակալություն։ Տիկին Վարդանյան, մի քիչ շատ պրիմիտիվացրեցիք իրավիճակը ՔՊ-ի հետ կապված, ՔՊ-ն հավերժ իշխանություն չի լինելու եւ օրենքները չեն ընտրվում օրվա իշխանությունների համար ու պետք չի գալ այստեղ անմեղ դեմքով խոսել, ասել սահմանափակում է քաղաքացիների իրավունքը։ Դա նորմալ է, որ Ռուսաստանից գալիս են Հայաստանում քվեարկելու եւ ասում են չէ մենք արագ գնալու ենք, որովհետեւ կարող է իրավիճակը խառնվի։ Դա նորմալ է։ Ու այդպիսի քաղաքացիներ շատ են եղել։ Այդպիսի քաղաքացիներ շատ են եղել, որոնք եկել են, մի խանգարեք ինձ, որոնք եկել են եւ երբ հարցրել ենք, ասել ենք, դե պատմում են շրջապատում շատ մարդ կա, դե ասում է եղբայրս Ռուսաստանից եկավ, վերջի 20 տարին չէր եկել, դե խնդրեց, որ գնամ իրանց քվեարկեմ, դե ինչ անեմ, ինքն է մեզ պահում։ Դա է ճիշտը։ Դա է ճիշտը, որ 20-30 տարի Հայաստանի Հանրապետություն չգան, հետո գան ասեն, աղբերական մեր համար քվեարկեք։ Մեզ խնդրել են, որ ես ինչի համար քվեարկենք։ Դա է ճիշտը։ Քվեարկությունը աղբերական է, թե քվեարկությունը քաղաքական է եւ հանուն Հայաստանի Հանրապետության է։ Ինչ եք եկել այստեղից, ինչ որ բաներ եք խոսում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներ եք ճոճում։ Ու դուք ու լուրջ եք ասում։ Հա, այո եք ասում, բայց այդ այոն այստեղ չի ընդունվում։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում կենսական շահեր չունեցող քաղաքացիները գալիս են այստեղ, ընտրում են, գնում են։ Ես երեք մեր հանձնաժողովի նիստին ասացի, քաղաքացին մոտեցել է ինձ, ասում է ես մեր տան հասցեն չգիտեմ։ Կհուշեք։ Ասում եմ, բա դու ուր ես, ինչ ես։ Ասում է, դե ես մոռացել եմ վերջի անգամ երբ եմ եկել Ստեփանավան։ Մարդը մոռացել էր երբ է եկել, ընկած իր հասցեն ու իր տեղամասն էր ման գալիս, որոնց էր գնալ հետնել մի հատ տարեց մարդ։ Հիմա այդպիսի օրինակները բազմաթիվ են, եւ այդ բազմաթիվ օրինակների ահազանգով են այս նախագիծը պիտի ընդունվի, որովհետեւ սա պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների շահերը, ու այդ սոփեստություններն էլ կավարտեք, արդեն չի լսվում։ Հովիկ Աղազարյան։ Ազգային ժողովի արգաժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը մշակվել է էմոցիոնալ հենքի վրա եւ ամբողջությամբ հակասահմանադրական է, որովհետեւ քաղաքացու ամենակարևոր, այսպես կոչված, իրավունքներից մեկը դա ընտրելու իրավունքն է եւ եթե ոչ թե սահմանափակում ենք, ըստ էության զրկում ենք ընտրելու իրավունքից, հետևաբար դա հավասարազոր է մոտավորապես քաղաքացիությունից զրկելուն, հետևաբար եթե կարդում եք սահմանադրության համապատասխան հոդվածները, կարծեք եք հետևության, որ դա հակասահմանադրական է։ Ուրիշ տեսանկյունից մոտիկանանք։ Իրավագիտության մեջ, արդարադատության մեջ մի գեղեցիկ բան կա, բանաձև կա, որ ավելի լավ է 10 հանցագործ լինի ազատության մեջ, քան մի անմեղ մարդ դատվի լինի անազատության մեջ։ Սա իհարկե հասարակության համար դժվար ընկալելի բան է, բայց իր խորքում շատ գեղեցիկ իմաստ է պարունակում։ Եվ հիմա շատ հեռու չգնանք, վերցնեմ իմ կյանքի վրա, իմ կյանքի հետ կապված օրինակ։ Հանգամանքների բերումով 10 տարի դրսում եմ աշխատել, Ռուսաստանում եմ աշխատել, այստեղ աշխատանք չունենալու պատճառով, նաև իմ հայացքների հետ կապված եւ այլ։ Աշխատել եմ Ռուսաստանում։ Ես այնտեղ բաուման եմ ավարտել տեխնիկական գիտությունների տեխնացու եմ եղել եւ կարայի կես ժամում պատկերավոր ասած քաղաքացի լինել։ Քաղաքացի չեմ եղել, որովհետեւ սիրել եմ Հայաստանը, մտածել եմ վաղը չեմ իսուրը վերադառնալու եմ, ընտրվելու եմ եւ այլ։ Հիմա դուք փաստորեն իմ նմաններին արգելում եք ընտրելու։ Դա որքանով է նաեւ արդարացի, հարասահմանադրականությունը մի կողմ թողած։ Շնորհակալություն։ Ես ելույթ կունենամ։ Պատրաստվի Արտվիկ Մինասյան։ Հարգելի գործընկերներ, բացի հարցի, այսպես ասենք, բարոյական հիմնավորումը, թե ինչու պիտի մարդիկ, ովքեր չեն ապրում Հայաստանում, որոշեն, թե ինչպես ապրողները ապրեն կամ ինչպիսի ապագա կունենան։ Կա հստակ անվտանգային հիմնավորում։ Որն է այդ հիմնավորումը։ Սիրելի Հայաստան խմբակցություն, ձեր իշխանության թեթև ձեռքով, ձեր իշխանության տարիներին
100 հազարավոր մարդիկ արտագաղթել են Հայաստանից։ Օրինակ 2008-ից 18 թվականներին, երբ որ Դաշնակցությունը ՀԿ-ի հետ տարբեր շրջաններում կոալիցիայի մեջ էր, 370,000 մարդ արտագաղթել է Հայաստանից։ Դրանից առաջ էլի նախորդող տարիներին շատ ընդհանուր առմամբ երևի անկախության պահից մինչև 2018 թիվը մոտ 1 միլիոն մարդ արտագաղթել էր։ Դրա արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որ Հայաստանի շատ քաղաքացիներ, 100 հազարավոր քաղաքացիներ ապրում են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, չգիտեմ, Եվրամիության երկրներում, Թուրքիայում տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ կան։ Հիմա համաձայնեք, որ տեսականորեն կարող է լինել ռիսկ, ինչ որ երկրի վրա օրինակը բերեմ, ասենք թե Սենտ Կիտս եւ Նևիսի վրա օրինակը բերեմ, քանի որ վերջերս պարզվեց այնտեղ նույնիսկ հայ համայնք կա, որոնք նույնիսկ պաշտոններ են զբաղեցրել Հայաստանում, էլի ձեր քվեարկությամբ։ Սենտ Կիտսի Նևիսի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է ազդի Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Եվ եթե պարզվի, որ Սենտ Կիտս եւ Նևիսում կան շատ Հայաստանի քաղաքացիներ, ինչ է ստացվում։ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել Սենտ Կիտս եւ Նևիսում օրինակ ընտրակաշառքի դեպքերը, չեն կարողանալու կանխել ապօրինի ազդեցությունը նրանց քաղաքական կամքի վրա, չեն կարողանալու կանխել, որ օրինակ մեկը գա այնտեղ Սենտ Կիտսի եւ Նևիսում Հայաստանի քաղաքացուն, ասի ես քո տոմսը առնում եմ, գնա քվեարկի ում ուզում ես, բացի Դաշնակցությունից օրինակ։ Եվ սա խնդիր է։ Հիմա ինչպես լուծել այս խնդիրը։ Այս նախագծով, որը չի սահմանափակում մարդկանց քվեարկելու իրավունքը, նա ընդամենը դրվում է պատնեշ, որպեսզի հիբրիդային հարձակում Հայաստանի քաղաքացիների միջոցով, նրանց օրինակ կաշառք տալով, նրանց վրա ապօրինի ազդելով, տեղի չունենա, ընդդեմ Դաշնակցության մասնավորապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արծվիկ Մինասյան, համեցեք։ Նախ վիճակագրությունը եւ ընտրական հետ կապված Տիկին Ղազարյանից թվում է շատ հեշտ է կարանայիք բարձեիք մանավանդ այդքան այնքան մեծ հնարավորություններ ունեք ով եկածներից ում է ընտրել բայց ես հիմա վիճակագրությունը հրապարակեմ Սահմանադրական դատարան պաշտոնապես ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տվյալները 25 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացու փաստաթղթով եւ երկքաղաքացու երկու տարբեր ուրեմն ցուցանիշներ։ Ուրեմն 25 թվականին ընդհանուր ասեմ, որ ավելի հեշտ լինի։ Այցելել են 154115 անձ, 26 թվականին այցելել են 157048 մարդ, տարբերությունը 2933։ Պաշտոնական ցուցանիշն է ԱԱՑ-ի տված մայիսի 25, հա? Մայիսի 25-ից մինչև հունիսի 20, ընդ որում առանձին նաև տարբերակումներ է տված, ես սա պաշտոնապես կուղարկեմ նաև ձեզ էլ։ Նաև ելքի ցուցանիշները 26 թվականին միացյալը 152078 մարդ, 25 թվականին 149074 մարդ, 3004 մարդ տարբերություն, սա պաշտոնական ցուցանիշ է, որտեղ շատ կարևոր էր նաև Սահմանադրական դատարանում հասկանալի վերջո արտաքին ազդեցության տեսակետից ինչ է իրենից ներկայացնում։ Ընդ որում, պատահական չէ, որ պարոն Թունյանը խոսում է Ռուսաստանից եկածների մասին, լավ կներ հարցներ նաև Եվրոպայից եւ այլն, ընդ որում, նես չի, որ Ռուսաստանից եկածները ձեզ դեմ են քվեարկել, ժողովուրդ։ Ինձ թվում է նույնիսկ կարող է հակառակը լինի, բայց Սահմանադրականության տեսակետից Տիկին Սարգսյան, ես ապշեցի ուղղակի, էլի, որ դուք տեղական ինքնակառավարման մասին կարգավորումները նման հեշտությամբ նույնականացրեցիք ազգային ժողովի կարգավորումների հետ։ Պարոն Մինասյան, ուրեմն ժամանակը սպառվել է, բայց քանի որ ժամանակը ելույթների համար նույնպես սպառվել է եւ ձեր խմբակցությունից ելույթի իրավունքով դուք շարունակեք, բայց սա արդեն կլինի որպես խմբակցության։ Եղավ, շնորհակալ եմ։ Գիտեք ինչ է աբսուրդ, որովհետեւ Սահմանադրության համաձայն համայնքը բնակչության իրավունքների ապահովման համար կազմավորում է հանրային իրավունքի սուբյեկտը, որն ընտրում է իր իշխանությանը։ Դուք ո՞նց կարող եք համայնքը եւ պետությունը նույնացնել իրար հետ։
պետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է։ Եվ երբ որ ես կարդացի հիմնավորումը, որ դուք հղում եք տվել Տիկին Ղազարյան, ՍԴՕ 945 որոշման հետ, այդ որոշումը դուք նայել եք մանրամասը, ինչի մասին է։ Քաղաքացիության դադարեցման իրավական կարգավորումների մասին, ոչ թե իրավունքի տրամադրման մասին։ Հասկանում եք, բացարձակ ոչ կիրառելի մի կարգավորման մասին է խոսում Սահմանադրական դատարանը այնտեղ, դուք վերցրել եք, բերել եք այստեղ, օգտագործել եք ընդհանրապես մեկ բան՝ իրավական կապ։ Իրավական կապը քաղաքացու եւ պետության, որպես նրա հիմնարար իրավունք, քաղաքական հիմնարար իրավունք, պաշտպանված է նաեւ միջազգային իրավունքով։ Դուք այստեղ չեք կարող վկայակոչել որևէ միջազգային ացիանի, կլինի միեդ եւ այլն, հա, որոշում, որը նման կոշտ կարգավորմանը դրական արձագանք տված լինի։ Ախր ես ինչ եմ այս հարցադրումները դնում, ոնց կարող է, ասենք, ներքին գործերի նախարարությունը կամ արդարադատության նախարարությունը այս նախագծին, սենց հապշտապ ներկայացված նախագծին, սենց հեշտությամբ ասի, օքեյ, տարեք անցկացրեք, բացի այն նպատակից, որ արձանագրվեց, ուրիշ բան չի կարող այս արագությանը եւ այս հապշտապությանը կողմ արտահայտվի։ Մեր խմբակցությունը ոչ միայն դեմ է այս նախաձեռնությանը, եթե ընդունվի էլ մենք վիճարկելու ենք Սահմանադրական դատարան գուցե վերջին հնարավորությունով։ Շնորհակալություն, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը, համեցեք պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, ընտրական գործընթացներում քարոզարշավի ընթացքում եւ մինչեւ այսօր հրապարակվող ձայնագրությունները հակակոռուպցիոն կոմիտեի եւ մի շարք այլ փաստեր գալիս են մեզ ապացուցելու, որ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները, ուժեղ Հայաստան նաեւ կուսակցության դաշինքի ներկայացուցիչները փորձել են տարբեր մեթոդներով ազդել ընտրական գործընթացների վրա եւ ուրեմն զավթել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ամենատարբեր մեթոդներով, փող բաժանելով համատարած, նաև օգտագործելով հիշատակվող ընտրական տուրիզմ, ուրեմն գործընթացը, եւ հիմա մենք պայքարում ենք այս ամեն ինչը կանխելու դեմ եւ կանգնած ենք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կողքին հիմքերում, որպես ազգային ժողովի падգամավորներ, ժողովրդի կողմից մանդատ ստացած падգամավորներ։ Եվ հիմա գալիս տեղ ընդդիմությունը խոսում է, ասում է հանրային քննարկումներ չեք արել։ Մենք ողջ քարոզարշավի ընթացքում մեր ժողովրդի հետ շատ լավ, արդյունավետ հանրային քննարկում ենք արել, եւ այս փոփոխությունները ձևավորվել են հենց քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներից ստացված ահազանգների եւ նրանց պահանջների հիման վրա։ Ստացված ահազանգերի եւ պահանջների հիման վրա եւ մենք կատարում ենք մեր ժողովրդի կամքը, ինչպես եւ խոստացել ենք քարոզարշավին, ինչպես որ ելնում ենք նաեւ մեր վերլուծություններից, նաեւ այն բոլոր քրեական գործերից, որոնք հարուցվել են այս ընթացքում ամենատարբեր հիմքերով։ Դուք այստեղ չեք կարողանում ձեր լծակները կիրառել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար պետություն է, ինստիտուտներն աշխատում են եւ թույլ չեն տալիս ձեզ, որպեսզի կարողանաք ազդել Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների ուրեմն կամ արտահայտության վրա գտնում եք տեղեր, որտեղ ինտերնետն անջատած է կամ մի քիչ ժողովրդավարությունը այն չի, փորձում եք այդպես ազդել մարդկանց կամքի վրա եւ բերել այստեղ ընտրացնել, որպեսզի ձեզ ձայն տան, ձեզ ու ձեր ընկերներին։ Չի ստացվելու, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն կողմ է այս նախագծին, այլև կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կողքին եւ ամեն բան անելու է, որպեսզի պետական անվտանգության վերաբերյալ որևէ սպառնալիք չլինի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, այժմ ասում եք Երեքին ասել էիք, որ ցանկանում եք շարունակել